Հիվանդանոցի պատին պաստառի վրա գրված էր. «Սիրտը բուժում է միայն սիրող սիրտը»։ Սա պարզապես մի գեղեցիկ արտահայտություն չէ, այս նախադասության տակ թաքնված է իրական և հուզիչ մի պատմություն։ 1950 Լենինգրադի համալսարաններից մեկում սրտի վիրաբույժ Վլադիմիր Ալմազովի աշխատասենյակում սպիրտի մեջ տարիներ շարունակ պահվում էր մի սիրտ, այդ սրտի պատմությունը գիտեր յուրաքանչյուր ուսանող։ 1950-ական թվականներին հիվանդանոց է ընդունվում մի աղջիկ, որը շատ վտիտ էր, շատ տկար, նրա սիրտը շատ թույլ էր բաբախում և պրոֆեսորները ոչ մի հույս չէին տալիս, սակայն բացի մութ բժիշկներից աղջկան հետազոտում էին նաև երիտասարդ պրակտիկանտները։ Երիտասարդ պրակտիկանտներից մեկը բժշկության մեջ հայտնագործություն չարեց, նորարարություն չարեց, այլ պարզապես սիրահարվեց այդ աղջկան։ Աղջիկը գեղեցիկ էր, նուրբ դիմագծերով և տղան սիրահարվեց, սկսեց ամեն օր նրան ծաղիկներ բերել, ավելի ուշադիր լինել, հոգատար լինել և աղջկա սիրտը իսկապես ավելի արագ սկսեց բաբախել, նա իր մեջ ուժ գտավ, այն թաքնված ուժը, այն պահուստային էներգիան, որը յուրաքանչյուրիս մեջ կա, և գտավ այդ ուժը, վերականգնվեց, ապաքինվեց, նրանք ամուսնացան, ժամանակի ընթացքում երեխաներ ունեցան, տոնեցին իրենց արծաթե հարսանիքը և երբ կինը արդեն զգում էր, որ իր կյանքի վերջին օրերն են մոտենում, նա խնդրեց իր ամուսնուն, որպեսզի իր սիրտը պահեն համալսարանում, որպեսզի բոլորն իմանան, որ իսկապես հիվանդ սրտին կարող է բուժել միայն սիրող սիրտը։ Ահա այսպիսի գեղեցիկ պատմություն այսօրվա համար։ Իսկ դուք, եթե լսեցիք մինչև վերջ, խնդրում եմ բաժանորդագրվել, լայքել, մեկնաբանություններում գրել ձեր կարծիքը և ավելի գեղեցիկ պատմություններ սպասեք առաջիկայում։